Որ թմրանյութեր աստիր բան իշեցի։ Վատ սովորությունները թմրանյութ կլինի, հարբեցողություն կլինի, կազինո կլինի, չգիտեմ։ Ճիշտ է, որ զուգ ընկերը խառնվի ըստեղ էլ։ Ինչքան էլ ինքը վնասակար սովորությունը, հաճախ բռնանում են մարդիկ իրար սովորություններին թեկուս։ Երևի հենց հարաբերությունը, կարողությունը ընդունելու դիմացի մարդուն իր մինուսներով եւ պլյուսներով։ Այո։ Ինքը այդ կարողությունն է։ Ինչքանով ես դու պատրաստ մարդուն սիրես ու ընդունես իր ամեն ինչով։ Բայց շատ են դեպքերը, որ Հետո տենց դու ընդունում են, հենց տենց իմանում են, առաջի հանդիպումից իմանում են ինքը, չգիտեմ, ծխողա, գխմողա, տենց ընդունում են ու որոշ ժամանակ անց սկսում են ոնց որ դրա վրա աշխատել, սենց ասած։ Ուզում են նենց անեն, որ այս մարդը թարգի կամ այն մյուսը նենց անի, որ ին մյուսն է սկսի։ Էս էլ կա, չէ՞։ Եթե նույնիսկ դա իմ համար հիվանդություն է, դա նույնն է, որ ես հիմա պատրաստ եմ հաշմանդամ մարդու հետ ամուսնանամ։ Ինքը հիվանդ է։ Ես ամուսնանում եմ հիվանդ մարդու հետ։ Այն որ ես ունեմ հույս իմ սրտի խորքերում, անկյուններում թաքնված, որ մի օր ես իրեն կփրկեմ եւ կբուժեմ, դրանք նախ հույսեր են ուղակի, կարող են ընդհանրապես չիրականանալ, եւ եթե մենք այդ հույսով մտնում ենք այդ երկարատև հարաբերության մեջ, շատ հնարավոր է որ մենք հիասթափվենք։